Խոհարարներ Ֆրանսիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Վրաստանից, Հայաստանից ու Արցախից մրցում են խոհարարական հմտություններով, թե որ երկրի ազգային ուտեստն ամենաշատը կհավանեն, պարզ կլինի ամենաշուտ դատարկվող աբսեններից։ Վրացական կծու խոհանոցն ու ֆրանսիական նրբաճաշակը մարտի են դուրս եկել։ Мы готовим в данный момент это творог со сметаной и с укропом. Տվյալ պահին պատրաստում եմ կատնաշոր թթվասերով ու սամիթով։ Սա մամալыգայի հետ է մատուցվում։ Մամալыգան ռումինական ազգային կերակրատեսակ է։ Այն եգիպտացորենի ալյուրից է պատրաստվում, եփվում է աղի ու ջրի հետ։ И варится вместе с водой и солью. Մենք պատրաստել ենք մեր ազգային կերակրատեսակները, այդ թվում նաև արցախյան կերակրատեսակ, այս կերակրատեսակը արցախյան հագանի է կոչվում, ցավոք սրտի Արցախում էլ այդքան տարածված չի, բայց մեր կազմակերպությունը հավաքագրելով, հավաքությամբ զբաղվելով վերականգնել է այս կերակրատեսակը։ Պատրաստելու ենք թելբասկուբաթի, Նախիջևանյան կերակուր, պատրաստել ենք աղանդեր 9-րդ դարի Անիի թագավորության, Բագրատունյաց թագավորության մեղրով, ընկույզով եւ ամսական բողկով։ Երերեմ մութաբել, երերեմ հումոս։ Եվ երերեն 3 տեսակ քաղցրավենիք, սիրիական հայտնի քաղցրավենիքներ են։ У меня славянская кровь, но я жена армянина, дети мои армяне. Իմ մեջ սլավոնական արյուն է հոսում, սակայն ամուսինս հայ է, երեխաներս հայեր են։ Սիրում եմ պատրաստել երեխաների ու հյուրերի համար։ Այսօր դուք եք իմ հյուրերը։ Վրացական ավանդական խոհանոցն եմ ներկայացնում։ Լոբի, սպանաղիցը եւ ընկուզիցը փխալի։ Երկրի համը խորագիրն է կրում փառատոնը, ամեն խոհարար ներկայացրել է իր երկրի համը, համտեսողների մեջ նաև Արցախի նախագահն է։ Արագ դատարկվող սեղաններից պարզ դարձավ, որ փառատոնի մասնակիցները բոլոր խոհանոցներն էլ հավանել են, սակայն մեզ հետ ունեցած զրույցում անկեղծացան, նախընտրում են հայկականը։ Նախին խոհանոցը, որ ծավալով պատրաստված շատ համեղ է, ես էլ շատ համեղ է, դուք էլ փորձեք ձեռներից տուն չելնի։ Մեկ արցախյանը ուրիշը, ավելի համով։ Հայկականը մեր հայկական համեղ համն ու հոտն ու զգացումն է տալիս։ Արցախ էթնոֆեստը միջազգային նոր նախագիծ է, որ նախաձեռնել է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։ Ազգային ու ավանդական արժեքների վերարտադրության եւ հանրահռչակման կողքին միջազգային համագործակցության խթանման քաղաքականություն է վարվում։ Մենք ամեն անգամ ներկայացնելու ենք ազգային մշակույթի մի որևէ ճյուղ, ճիշտ ասած Արցախյան պատերազմից հետո մենք որոշեցինք այսպես լիցքաթափող նաեւ միջոցառում իրականացնել եւ առավել եւս որ Արցախին հայտնի էր հյուրասիրության, որոշեցինք սկսել հենց հյուրասիրությունից, ցույց տալ մեր խոհանոցի առանձնահատկությունները, նաեւ հնարավորություն ընձեռել բոլոր մասնակիցներին ներկայացնելու իրենց խոհանոցների առանձնահատկությունները։ Փառատոնը ավանդական է դառնալու, ամեն տարի մշակութային որևէ ուղղության են անդրադառնալու։ Այս անգամ խոհանոցն էր, հաջորդը կարող է լինել երաժշտությունը կամ ասենք ծեսերը։ Մարինե Մկրտչյան, Մերուժան Մարտիրոսյան, Արտավազդ Գրիգորյան, օր։